Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն, քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր, Աստանա Հաբ միջազգային կենտրոն։ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հանդիպումներն են։ Աստանա միջազգային ֆինանսական կենտրոնում Ահարատ Միրզոյանը ծանոթացել է միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է եղել կենտրոնում ներդրված միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Միրզոյանին ներկայացվել է կենտրոնի մաս հանդիսացող AIFC Expat կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով մեկ պատուհան սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ Ահարատ Միրզոյանի հաջորդ այցը Աստանա Հաբ միջազգային կենտրոնում է, այն կենտրոնական Ասիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնն է։ Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է եղել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցության զարգացման հնարավորություններին, հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող ապագայի դպրոցին, ինչպես նաև առաջիկայում Թումո հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահի 2024 թվականի հոկտեմբերին Աստանա այցի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր։ Միրզոյանը ծանոթացել է թանգարան հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-ից 1950 թվականներին ԽՍՀՄ բռնաճնշումների հետևանքով Ղազախստանի Աքմոլ գյուղում աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների, նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Ահարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի տարածքում տեղադրված հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։ Տաթև Խաչատրյան, լուրեր։